Ժողովրդյան բարի օր, բայց չիմացաք, մեր ընդդիմադիր գործընկերները խորհրդարանից կրկին առիթը բաց չեն թողնում հանիրավի եւ անտեղին թիրախավորել Հանրապետական կուսակցությանը եւ Սերժ Սարգսյանին։ Այս անգամ դա արվեց Գյումրիում բեմադրված հարց ու պատասխանի տեսքով, իսկ հիմնական հերոսը ազգային ժողովի падգամավոր Աղվան Վարդանյանն էր։ Ով է բերել Նիկոլին։ Շատ հետաքրքիր հարցեր էր պատասխանում Աղվան Վարդանյանը, ափսոս շատ սխալ մեկնաբանություններով, որովհետև կարող էր պարզապես շրջվել այդ դահլիճում եւ նախագահությունում տեսնել այն մարդկանց, որոնք շատ ավելի մեծ նշանակություն ունեցան Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու հետ, քան Հանրապետական կուսակցությունը իր ամբողջության մեջ։ Օրինակ կտեսներ 18 թվականի ԿՊ-ական падգամավորի թեկնածուին, որի հիմա Հայաստան դաշինքի շատ կարկառուն եւ շատ ուժեղ քաղաքական գործիչներից մեկն է։ Կտեսներ շատ մեկ այլ պատկառելի մարդու, ով 18 թվականի ապրիլի 22-ին 23-ին բաց նամակով պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ հիմնավորում էր թխի պետքա Նիկոլը գա իշխանության։ Կտեսներ երկրորդ նախագահի շատ մերձավոր մարդու, ով միջև հիմա ստիպված է բացատրություններ տալ մամուլին, թե ինչ գործ ուներ ինքը եւ իր ընտանիքի մյուս մերձավոր անդամները 18 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հանրապետության հրապարակում։ Ի վերջո Աղվան Վարդանյանը կտեսներ իր նախկին հարազատ կուսակցության ղեկավարությանը, ում որոշումը չկատարելով, այն է սատարել Նիկոլ Փաշինյանին, Աղվան Վարդանյանին հեռացրեցին դաշնակցությունից։ Ասածս ինչ է, տղեկ, ինչ եք անում դուք։ Բացի դրանից, որ սուտ եք տարածում, բացի դրանից, որ քաղաքական մանիպուլյացիաներ եք անում, բացի դրանից, որ քարոզարշավի տենդի մեջ գուցե փորձում եք այս կամ այն մոլորված քաղաքացիների հոգիները որսալ, բան մնացածը։ Ինչ լավ է դուք արդեն առաջին քաղաքական ուժը չեք ընդդիմության դաշտում, առաջին ջութակը չեք, որովհետև ընդդիմության դաշտի առաջին ջութակը չպետք է ֆալշ նվագի։ Անկախ նրանից մենք կմասնակցենք այս ընտրություններին որպես հանրապետականներ, թե չէ, հորդորում, խնդրում, դիմում եմ իմ ընդդիմադիր բոլոր ընկերներին եւ գործընկերներին, հեռու խաղացեք Հանրապետական կուսակցությունից։ Դա ձեզ եւ նախընտրական, եւ ընտրական, եւ հետընտրական этаպում երբեք ոչ մի առավելություն, ոչ մի աչոք, ոչ մի օգուտ չի բերելու։